Հարգելի գործընկերներ, միշտ զեկուցվող հարցերին անդրադառնալը տեղյակ եք անշուշտ, որ երեկ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների կառավարության անունից տարածվեց թրիփ իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը եւ կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունակարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն եւ սկզբունքային հարցերից մեկը տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը։ Սա տեքստը հրապարակային է եւ տեքստի հետ կապված մեկնաբանություններ այս ֆորմատով առնվազն անելու պատեհություն չեմ տեսնում, բայց նաեւ ուզում եմ արձանագրենք նշանակությունը, թե ինչ է նշանակում հայտարարության իմաստը եւ գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ եւ գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում եւ մեր տարածաշրջանում եւ այն այլևս գործնական իրականություն եւ իրողություն է, իսկ այդ իրողության նկատմամբ մեր վերաբերմունքը կամ մեր վերաբերմունքի մասին իմ պատկերացումը նույնն է, ինչի մասին խոսել եմ օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում, մեզ անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը, էլի չեմ կարող չընդգծել, որ գուցե մենք թերագնահատում ենք այդ գործոնը, մենք պետք է արձանագրենք, որ մենք որպես պետություն եւ որպես հանրություն մենք չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ, խաղաղության պայմաններում։ Մենք նոր քայլ սովորում ենք եւ այդ process-ը չափազանց կարեւոր է եւ մենք էլ նույնիսկ մեր լեզվա մտածողության կամ մեր արտահայտչած ձևերում հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության շատ ընդլայնված ներկայությունը եւ շատ փոքր եւ դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր գիտակցություն եւ ենթագիտակցություն եւ սա նորմալ է, որովհետեւ 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել ձեզ հայտնի պատճառներով, հիմա տրամաբանությունը փոխվում է, բայց լավ լուրն այն է, որ գործնականում եւ գետնի վրա կան արդեն իրողություններ, որոնք մեզ պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության սոցիալ հոգեբանությունը հաստատվի, բայց մյուս կողմից կա ահռելի գործնական աշխատանք, մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք, որոնք են այդ գործողությունները, նախ պետք է դրանք արդեն դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունվեն, համաձայնագրերի նախագծերի շուրջ արդեն անհրաժեշտ եւ նաեւ իրավական որոշումների վրա մենք կսկսենք աշխատել, մասնավորապես TRIP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, նաեւ մենք պետք է երթուղիները որոշենք, ուղիները որոշենք, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունների ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք, որովհետեւ այսինքն կապ չունի այդ տվյալ դիմումը արդեն մուտք ա եղել տվյալ գերատեսչություն, թե չէ, դա հաստատ մուտք լինելու է, այսինքն այլևս այդ հարցում թեականություն չկա, դա լինելու է, թե չի լինելու, հետեւաբար մենք այսօրվանից մեր process-ները նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով եւ ժամկետներում իրականացնենք եւ սա լավ առիթ է միջայլոց մեր գործընթացները մի հատ այդ աչքով էլ նայել, տեսնել ինչ ավելորդ քաշքշուկներ ունենք, առիթից օգտվենք եւ այդ հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում նաեւ այդ թեմային կանդրադառնանք եւ ես ուզում եմ նաեւ ընդգծել եւս վերահաստատել մեր քաղաքական կամքը համաձայնեցված շրջանակում մենք իհարկե
պատրաստ ենք եւ տրամադրված ենք եւ միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ հաղորդակցությունը ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք եւ մեր տրամադրությունն է նա, որ այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք եւ գանք արդեն նորմալ խաղաղությանը հարիր մթնոլորտի եւ տրամաբանության այն պետք է ընդգծենք, որ դա ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում միանշանակ շատ արագ չի լինելու, որովհետեւ ես նախորդ օրը առիթ ունեցա ասելու նույն բենզինի ներկրման հետ կապված, որ Հայաստանում ասում են, որ գումարները ուղարկում ենք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ գումարներով Հայաստանի վրա հարձակվեն, նույն խոսույթը Ադրբեջանում կա։ Ես գիտեմ եւ տեսնում եմ նաեւ եւ տեղեկանքներում եմ տեսնում, որ մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը եւ բենզին ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը եւ մնացած զինտեխնիկան լիցքավորեն եւ հարձակվեն Ադրբեջանի վրա։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որը այսօրվա իրողությունների հետ չի համադրվում եւ ես սա հենց այս նկատի ունեմ, մյուս կողմից մարդկանց մեղադրելու էլ չի, որովհետեւ այն տրամաբանությունը այն անի, որ պատտվել է 35 եւ ավել տարիներ, հələ 35-ից ավել, ինքը ուղղակի մի գործողության, մի լծակի, մի արգելակով հնարավոր չի կանգնեցնել, այնպես որ պետք է տրամադրվենք ավելի գործնական, կենտրոնանանք աշխատանքի վրա եւ գործնական խաղաղության գործնական օգուտները իրենք ավելի շատ բան կարող են անել, քան ուղղակի բանավեճերը տարբեր թեզերի եւ տարբեր կասկածների կամ մարտահրավերների վերաբերյալ։ Այնպես որ տրամադրվենք ավելի ակտիվ աշխատանքի եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ կառավարության անդամներին, ընդհանրապես գործադիր օրենսդիր դատական իշխանության մեր ներկայացուցիչներին, այս ընթացքում իրենց պետական բոլոր մարմիններին, այս ընթացքում իրենց ցուցաբերած աջակցության եւ իրենց աշխատանքի համար, որը հնարավոր է դարձրել այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք եւ ըստ էության նոր ժամանակներ են բացվում եւ այդ նոր ժամանակներում մենք պետք է նորովի եւ առավել արդյունավետ, առավել կոնսոլիդացված եւ առավել կենտրոնացած աշխատենք այս պատմական եւ շրջադարձային հնարավորությունը առավելագույնս օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության եւ բարօրության համար։